Բարի եկեք հարգելի Տեկյան մշակութային միության առցանց հայտակիրներուն հետևողներ, այսօր մեր հետը բացառիկ հյուրմ ունենք, որ հետաքրքրական ներդրումներ սկսած է կատարել հայրենիքի մեջ, հայրենասեր դիգիմ մնե, որ այսօր Մոնտրեալը ցկած եւ կացած է հայրենիք, հայրենաշինության մասնակցությունը բերել։ Այսօր մեր հետն է դիգին Շողիկ Շահբազյանը, որուն գրավիրեմ մեզ հետ, բարի եկերես Շողիկ, ես չանամ Շողիկին ներկայացնել հագիրճ կերպով եւ հետո զրուցենք իր հետ թե ինչպես որոշումներ արած է հայրենաշինության մասնակցության համար եւ հայրենիք վերադառնալու իր ծրագիրի մասին։ Շողիկը ուրեմն ծնած է Հայաստան, Երևան եւ իր մեծ հայրը, ասենք Արցախի Մարտակերտ շրջաններն են, Մարաղիա գյուղեն, ինքը ուսանած է Սենտ Պետերսբուրգ շատ ծանոթ երկրորդական վարժարան Physical Mathematical ջյուրի մեջ, հետո հաջախած է համալսարան եւ Electro-optics մասնակցությամբ ավարտած է Սենտ Պետերսբուրգի համալսարանը։ Վերադարձած է Հայաստան, հայրենիքեն արտագաղթած է գարշ ժամանակի համար դեպի Հրեաստան իր մասնակցությունը չէ կատարելագործած եւ անցած է ուրեմն IT կոմպյուտերային մասնակցության մեջ եւ ունեցած է ասենք computer programmer դիտողս։ Անգևերջը Շողիկը եկած է հաստատվել Մոնրեալ 1997-ին եւ նվիրված է IT programming-ի ջյուրի մեջ եւ աշխատած է կյանքը վարած է եւ բավական հաջող կյանք ունեցած է Մոնրեալի մեջ։ Շողիկը եղած է նաեւ մեր միութենական աշխատանքներու օգտակար անցմը քաղուտին մեր առաջնորդանիստ կանադայի առաջնորդանիստ եկեղեցվո թեմին գայքեչի եւ էլեկտրոնային ծրվումներու պատասխանատուն եղած է 10 տարի ինքն է որ մասնակցած է նաեւ բարեգործականի նվիրատվության ստացակիրներու թրությունը ստեղծելու նաեւ եղած է Տեկյանի մեջ ուրբաթօրյա ջաշեր պատրաստելու մասնակցություն բերած է իր մորը եւ քրոջը հետ ուրեմն մեզի շատ ծանոթ անցմն է Շողիկը եւ Շողիկը ասենք հայրենադարձության իր պապակը արտնցավ 2000 եթե չեմ սխալիր 18-ին երբ իր մեջը արտնցավ այդ հայրենիքին օգնելու ծրագիրի նվիրվելու հարցը եւ եղավ Շողիկ դժբախտաբար այդ 2019 սեպտեմբերի ցախող պատերազմը որ ցնցիչ էր մեր բոլորին եւ Շողիկը այդ օրվնե գունը բացուց կարծես ծևոբը աշխատելու նվիրվելու հայրենաշինության բարև Շողիկ շնորհակալ ենք մեր հրավերին ընդունելու խնդրեմ մի քանի խոսք ասե եւ անցնենք քու ծրագիրներուդ Բարև ձեզ շնորհակալ եմ նաեւ որ հրավիրել եք ես արտո իրավ շուտանց ձեզ հետ գործ արած եմ հիշում եք տարիներ առաջ երևի 19 տարի առաջ շատ լավ հիշում եմ 19 տարի առաջ միասին գործ գնեինք պատմեմ ինչ պատահեց այո 20 թվականի կռիվը մեզ համար սարսափ էր իրավ քունը կորցրեցինք հանգստությունը կորցրեցինք եւ շատ դարդոդված էինք Ատկեն արդեն ես 2018 թվականին
կարելի էր ասել, որ նպատակ ունեի վերադառնալ Հայաստան, հոն մամաս որ ձգեց մեզ գնաց, բնակարանը թողել էր, որը ես վաճառեցի քիչիկ մեջ առա եւ սկսեցի վերանորոգել, որ իմ ապագան, իմ այսինքն վերջացածը կյանքս ինչ մնում է գնամ Հայաստան եւ այնտեղ էլ արդեն գործ անեմ, ինչ որ օգնություն լինեմ, ինչ որ բանով կրնամ օգնել, թող լիներ դա բենևոլ, վոլոնտեր եւ այլն։ Եվ այդ ժամանակ, երբ որ ես վերանորոգումը սկսեցի անել, հանդիպեցի մեկ հատ շատ տոն կանչեցի մարդկանց, որ տեսնեմ ինչ կսեն, ինչ գործ կնեն, եւ մեկը, որին արդեն աշխատանքը մեկ անգամ տեսած էի, ինձ շատ տպավորեց երիտասարդ էր այդ ժամանակ, ավելի քան հիմա, շատ տպավորեց իր պրոֆեսիոնալիզմը, այսինքն պրոֆեսիոնալիզմ, թե լիներ միանգամայն առաջարկությունները, ինչ ոնց պետք է անել, թե ներկայացնել, թե իր այդ հաճախորդի հետպես ճիշտ խոսալը։ Այսինքն միանգամից աշկս ասեցի, ես իր հետ կուզենամ գործ անել եւ պատկերացրի կարտո այդ գործը ես հոսեի, կաշխատեի, հոն գործը կնեի, երբ որ արդեն վերադարձել 2018 թվականին 6 ամսով գնացի, կնայ ասեի, որ իմ բնակարանս Դավթաշեն է միջալոց, արդեն մի մոտ 90% պատրաստ էր ամենը։ Եվ տեսա այդ հրաշալի գործը, թե ոնց որ ասած իդեալական գործը տեսա եւ ազնվությունը ինձ դա մեծ տպավորվեց ինձ վրա։ Ինչու եմ դա պատմում, այսինքն եւ այդպես ընկերացանք իր հետ, միշտ կապի մեջ ենք եւ այլն։ Երիտասարդի անունը իմ հիմիկվա իմ ծրագրի գործընկերս է, անունը Կարեն Բաշմաղճյան, 2002 թվականից Շոիկ ջան, այդտեղ հասնել են առաջ քուգին այդ նպատակը, որ հայրենիք երտաս եւ այլն, անորոշ բան մգար եւ գզուրեցեինք, թե ինչ կրնան կնել, ինչ էր ապարը եւ մեջտեղ էլար ամեն տեսակ ծրագիրներով գենթանի բահել, հողեր կնել, մշակում մնել, ադոր մասին խոսեմ, ինչև հասնենք ու վերջին ծրագիրիդ։ Այո, ճիշտ է, ուրեմն 21 թվականին մարտին, քանի որ կովիդ էր, ես կաշխատեի, բոլորս տնեն կաշխատեինք, ես խնդրեցի կրնամ ես գնալ Հայաստան, հոն օնլայն աշխատել։ Ինձի թույլ տվեցին, ուրեմն մարտին 21 թվականին ես Հայաստան էի արդեն եւ մենք ընկերուհիներով ծրագիր ունեինք մի քանի փախստական ընտանիքներին դրամ կուտայինք եւ ասեցի ես պետք է գնամ տենամ համ հոն աշխատեմ, համ տեսնեմ թե ինչով կարելի է օգնել, ոչ թե միայն դրամ տալով, այլ ինչով կարելի է օգնել։ Եվ այդ ծրագիրներից մեկը ես փաստորեն առավոտները կքշեի կհասնեի հոկտեմբերյան, կգնեի ուրիշ որտեղ մեր փախստականները ընտանիքները մնացած էին եւ այո այնտեղ ընտանիք կար ում համար ասեցի ձեզ փող նվիրելու փոխարեն եկեք ձեզ համար կով առնենք, հավեր առանք, իրանք ինչ որ արդեն սկսեցին ձու արտադրել, պանիր արտադրել, լսել եմ որ վաճառում են, այսպես կասեն յոլա գնացին, մի հատ ուրիշ ընտանիքը տեսա այդ տիկինը երիտասարդ 3 երեխայով մենակ մի ահավոր տեղ էր մնում, ահավոր ասեցին եկուր մենք վերանորոգենք քո ապրելու տեղը եւ հիմա ուրախ եմ որ օգնուց այդ տեղը ավելի շնորհքով է տակ ջուր քաշեցին ես հետևում էի նույն հետ միասին ես մտածում եի որ որևէ ինչ պետք է անեմ որ այսինքն պարզ է սա ժամանակավոր է այս ծրագիրները վերջով բոլորը պետք է արդեն հասկանան եւ կրնան իրանց ոտի վրա կանգնել ուրեմն մտածում եմ այո հողամաս գնեցի Թավուշում Սևքար հենց Սևքար գյուղում որը հենց սահմանամերձ գյուղ է այսինքն թուրքերին այնտեղից երևում են
Ինչու այդտեղ, որովհետև նախ լավ ընկերուհին եմ, երկրորդը գյուղը բավականին այնպես վիճակ է, որ ճանապարհ չկա, ժողովուրդը երիտասարդները լքում գնում են, աշխատանքի տեղ չկա, այդ նպատակով, որ ես կարող եմ գնալ այնտեղ ապրել, նաև ինչ որ մի անասնաբուժություն կարելի անել, այսինքն Ուրեմն այդ ադիգա աս երկու գործերը շատ կարևոր գործեր են, գամավոր, գուն վիրադուչամփ եւ այլն, իսկ երկրորդ ծրագիրը Դավուշի մեջ սահմանաբերց գյուղերը վերագենտանացնելն է, որովհետեւ շատ կարևոր է այդ վայրերը ստրատեգիկ սենք դիրքեր են, որ պետք է բնագեցվին եւ դադարք չմնան Թուրքին աչքին դակ։ Ուրեմն այո, շարունակենք։ Ուրեմն նայել կապ պահեցի Ղափանի եւ Մեղրի տարածքի պետի հետ եւ այդպես ծրագիր ունենք, քանի որ գիտենք, որ մենք բոլորս գիտենք, որ այդ ճանապարհը անցնելու Մեղրի այդ կողմով ես Ժինիկ այո, շատ ստրատեգիկ կարևոր ճանապարհ է, ես մտածեցի, որ այդ տեղը ես կրնամ որևէ մի ձևի հանգստյան տեղ եւ փոքրիկ bed and breakfast-ի պես մի բան կառուցենք, քանի որ երբ պարսիկները գան, կուզենանք, որ այդ հողը լինի հայի ձեռը, ոչ թե օտարի ձեռը, որտեղ ոչ ոք չգիտի ինչ է կատարվելու։ Ես կրնամ լինել, ես այնպես վիճակ չի, որ ես գիտեք պարտավորված լինեմ վաճառել, այսինքն այդ նպատակը որ կա, ես կարող եմ հոն մնալ եւ գործ անել այնտեղ։ Իրանց հետ կապի մեջ եմ միշտ ու սպասում են թե երբ պետք է գնամ։ Մեղրին բավականին հեռու է, 6-7 ժամ է Երևանեն, թույն չի գնալը, եւ ես հոն էի հիմա, ձմեռը շատ դժվար է։ Ամեն դեպքում Արցախ եմ գնացել քանի անգամ, 3 անգամ գնացի Արցախ, ես այդ ընթացքում այնտեղ հանդիպեցի կրթության նախարարի հետ, ծանոթացա թե ինչքով կարող եմ ես օգնել, տեսա, խոսեցի մեր առաջվա Շուշի դպրոցի, Եզնիկ դպրոցի փոխտնօրենի հետ, շատ մտերիմ ենք, Իզա Նազարյանը, ոնց գիտեք բոլորդ մենք կորցրել ենք այդ դպրոցը։ Այո, շատ դեղեր գործունենք։ Այո, շատ, բայց այդ դպրոցը նորից վերականգնված է միջալուց, ասեմ, Ստեփանակերտ քաղաքում, ուսանողների քանակը ավելի քիչ է, այդ հնարավորությունները չկան, բայց դպրոցը գործում է, ուրախ ենք, որ գործում է։ Կապ պահեցի առաջվա դպրոցի վարպետների հետ, որոնք դասեր կտան էլեկտրիսյանի եւ պատ շարողի վարպետները։ Այո։ Այսպես եւ տարբեր պրոյեկտներ ունեի, տարբեր բաներ եմ մտածում, բայց քանի որ միշտ կապ ունեի այդ Կարենի հետ, որը ասեցի Կարեն, ինչ անեմ, ասма շողիկ մենք չունենք շինարարության մեջ ոչ մի որակով այսօրվա մոդեռն որակով մասնագետներ եւ անձամբ ես, քանի որ ձեր կոմպանիա ունեմ, 40-ից երիտասարդ ոչ մի մասնագետ չունեմ։ Դա ես փնտրում եմ երեխաներին, երիտասարդներին գան սովորեն, դա էլ մի հարցա, դժվարություն կա։ Ուրեմն այդ դժվարությունը կորզավորի բագաս կա, մասնակետի բագաս սանտեխնիկա, ասենք plumbing, առաջինը ամենականության մեջ եւ constructional and residential electrician։ Այս մեծ պրոբլեմ կա, իրավ մեծ մարզերի հետ եմ կապնված, չունեն իրանք, մենք չունենք, ով կա ձգել գնացել է, երիտասարդները չեն գնում, ավելի շատ գնում են այս ուրիշ ոլորտներում։ Հակառակ որ շինություն շատ կա հիմա Հայաստանի մեջ։
Շատ կա, այո, շատ կա, մանավանդ Երևան քաղաքում հսկայական շինություններ կան։ Բայց մարդուժի բագաս կա։ Այո, կապնվել եմ մի քանի կոմպանիի մարդկանց հետ, այո, եւ հսկայական պակաս կա։ Ուրեմն եւ այդ բանով ասեցի Կարեն, չես մտածի միգուցե կրնանք շինարարական դպրոցի պես վարպետներ անել։ Ասում շողիկ ես այդ գաղափար ունեի արդեն միջև այդ velvet հեղափոխությունը ուներ ինքը վերցնել այն երիտասարդներին, որ ոնց որ ոչ թե անհաջող, այլ ոչ ունևոր ընտանիքների, անգամ երիտասարդները, որոնք քիչիկ կրիմինալ պրոբլեմներ բաներ ունեցած եղած են, ինքը նպատակ ուներ վերցնել այդ երիտասարդներին, սորցնել, հացի փողի տեր սարքել։ Բայց պրոյեկտը չստացվեց, բայց ինքը արդեն դիմել էր նախարարության եւ այդ մեջը ինքը ուներ դա։ So ասեցինք, օքեյ, ես հետ դարա Մոնրեալ, քանի որ պետք է վերջացավ այդ 4 ամսվա on աշխատելը եւ սկսեցինք ես ու ինքը իր վրա գործ անել, վարձեցինք մեկ հատ դպրոցի տարածք, որտեղ մեր դպրոցն է, ունենք մեկ հատ տիկին, որը երիտասարդ, որին սովորեցնում ենք արդեն AutoCAD դիզայն անելու, որտեղ հիմիկվա պահանջները վարպետները պետք է սորվեն, կարդան գծագիրները, որպես դիզայները պետք է գծագիրը տա, ինքը գծագիրը նայելով պետք է հասկանա օրինակ ոնց պետք է խողովակներ անցնեն, որտեղ պետք է լինի սանիտարական կենտրոնը, որպես լվացարանը, որպես ջերմությունը եւ այլ։ Երիտասարդը պետք է կարդա։ Ուրեմն շորիկ այս սկիզբը թրիկ դպրոցի որ սանիտարական եւ էլեկտրականության մասնակիցներ պիտի պատրաստի։ Այդ է ծրագիրը եւ ինչպես կոչվեցավ այդ դպրոցը, ասենք։ Այո, դպրոցը մի օր անունը դրեցինք վարպետանց տուն, վարպետների տուն, որպես վարպետած, որպես վարպետներ կուզենանք պատրաստել։ Վարպետանց տունը բարձում էր կար, մենք 21 թվականին դեկտեմբերին այսպես ռեջիստր արեցինք դպրոցը որպես վարպետած կրթության կենտրոն, որպես ՍՊ հայերեն նշանակում է մեզ համար LLC, profitable, LLC։ Ուրեմն արդեն միջև դպրոցը բացելուց մենք արդեն պատրաստել ենք ինչ-որ մեկ կադր, որը կաշխատի մեր երեխաներին դիզայների գծագիրները, նաև 3D դիզայնի սովորեցնում ենք մեր աշխատողին։ Այսինքն մենք իրանք վերջապես արդեն քանի ամիս է, 8 ամիս է, ուրախ ենք, որ ունենք հնարավորություն տվեցինք մեկ հատ մարդուն, որը չուներ այսօրվա մասնագիտություն, ինքը ունի ապրելու հնարավորություն, վաստակելու, փող աշխատելու հնարավորություն։ Դա արդեն լավ բան է։ Մենք գտնում ենք դա շատ լավ բան է։ Ես երբ հասա Հայաստան, մոտեցա մեր ամենակարևոր խնդիրներից մեկն էր, թե ինչպես ենք մենք մեզ ներկայացնում, ինչպես ենք մենք դառնում official, legal։ Քանի որ սա դպրոց է, մեր նախ կարևորությունը դա դպրոց է։ Ուրեմն ծերին վկայականը պետք է արժեք ունենա, պետք է ընդունված լինի։ Այո, երբ որ ես մոտեցա Հայաստանի կրթության նախարարություն, դիմեցի, ասեցի, սենց նպատակ ունենք, ուզում ենք սովորացնել երիտասարդներին, մեծ բան կա, պահանջ կա։ Ասեցին մեզի, որ ամենաճիշտ մոտեցումը ծրագիրը պետք է լինի լրացուցիչ ծրագիր։ Հայաստանում կա այդպես լրացուցիչ ծրագիր կոչումը, որը 5 ամսվա տեղեկություն է, 5 ամիսա տևում, այդ 5 ամսվա
ընթացքում մենք սովորացնում ենք, մենք կարող ենք սովորացնել միայն electricity, միայն plumbing, santechnik։ Դա ինչ է թույլ տալիս, քանի որ մենք չենք կարող սովորացնել ոչ ֆիզիկա, ոչ մաթեմատիկա, որպես օրինական դասեր, դրա համար 3 տարով է ծրագիրը Հայաստանում, մեզի ասեցին լրացուցիչ ծրագրով 5 ամսվա մեջ ընդամենը, որը օրական դուք կարող եք տալ 6 ժամ, 4 ժամ, ձեզանից է կախված, այդ ծրագրով գնաք։ Ձեր ծրագիրը պետք է ներկայացնեք նախարարություն, մենք այդ ծրագիրը կընդունացնենք ձեզի։ Ուրեմն ինչպես եղավ, որ մենք գրեցինք ծրագիրը մեզ գրեց հիմնադրամը, Հայաստանի կրթության հիմնադրամը, մի հիանալի հիմնարկ է, որը պրոֆեսիոնալ ծրագիր անշուշտ պատրաստված է մեր վարպետներով, թե ինչ են սովորացնում, բայց օրինակ պահանջները ինչպես է պետք է ներկայացնել նախարարության, իրանք մեզի օգնեցին։ Նաև ուզում ենք սովորացնել մեր երիտասարդներին service client relationship, գիտեք, ինչպես է պետք խոսալ, ինչպես է պետք է ներկայացնել ձեր աշխատանքը, ֆիզիկայի դասեր, ինչպես, որ բիզնեսի մոտեցում, թե եթե դու ունես եւ 4 հոգի գալիս են եւ estimation են անում օրինակ, թե ոնց պետք է դու ներկայացնես, որ դու ընտրվես, ինչպես պետք է հաշիվները անես, business wise, գիտես, ինչքան է քո ծախսը, ինչքան է դրամ ես, ինչքան պետք է դրամ աշխատես, պլազմանը, ինչքան սխալ պլյուս մինուս, ինչքան սխալ պետք է անես, ասանք բաները մենք ամեն ինչ ծրագրի մեջ կա։ Ծրագիրը բարեբար ընդունվեց, մենք կարող եմ ասել, որ երևի նայելով մեր competitors-ների հետ, մեր ուրիշների հետ, այսանց նման դպրոց չկա Հայաստանում, ես դեռ չեմ գտել, որը հենց շինարարություն է սովորացնում, մենք երևոնց ասենք ունիկ ենք այդ բանով, ուրեմն ծրագիրից ավարտելուց հետո 5 ամսանից մենք տալիս ենք վկայական, որը ասում է ծրագիրը ընդունված է Հայաստանի կրթության մինիստրության կողմից։ Սանտեխնիկը, պլամինգը արդեն կա, ունենք դա ընդունված, երկրորդը ունենք էլեկտրիսանի ծրագիր արդեն գրված է, ուղարկել ենք արդեն նախարարություն, ուրիշ մասնագիտություններ պիտի ավելնան վերջը։ Անպայման պետք է ավելնան, ուրիշները կնանք արդեն պատշար լինի, սերամիկա դնող լինի, ամեն կվերցնենք ամեն լայն մասնագիտությունը, որը բովանդակացնում են իրանց մեջ շինարարությունը, ինչ որ շինարարության մեջ կա։ Ուրեմն դուք դասարանին զատ ունիք արդյոք աշխատատեղիներ կամ լաբորատուարներ, ուր գրծները գիրարել։ Շատ լավ հարց տվեց, ես քիչ եմ ունում մոռանայի։ Ուրեմն ինչպես է տևում մեր դասընթացքները։ Շաբաթը մեկ անգամ դասընթացքը հենց լինում է դպրոցում, որտեղ վարպետը պատմում է, ներկայացնում է թեորիայի դաս։ Այդ թեորիայի դասից հետո մենք 80% մնացած ուսումնման ժամկետը գնում է շինհրապարակներում։ Մենք ունենք ոնց են hands-on practice շինհրապարակներ են, իրական շինհրապարակներ են, քանի որ իմ Կարենը պրոյեկտներ ունի, զանազան պրոյեկտներ ունի եւ հոն վարպետը արդեն աչքիների դեմ իրանք տեսնում են, թե ոնց են այդ գործը անում, իրական շինհրապարակի մեջ աշխատում են։ Նպատակ ունեինք արդեն 3-4 ամսվա։ Այստեղ ապրանտիկս են, սորվող, աշկերտ, աշկերտ կլան և գտեսնեն ճիշտ ինչպես աշխատանքը առանց պրակտիկայի, առանց տեսնելու անհնար է շինարարություն սովորել, անհնար է այսպես ուրիշ է, պետք է տեսնել։ Մենք վիդեոներով նաև պիտի ցույց տանք սանտեխնիկայի և էլեկտրականության
ինչպես մարզումներ կլա գարջ կերպով վիդեոներ կրնանք տեսնել, որ ինչպես այդ երիտասարդները կմարզվին։ Մեկ վիդեոն կա, շատ բավականին հուզիչ էր, որովհետև երիտասարդը նոր հայրենադարձ երիտասարդ էր Սիրիայեն եւ հայրիկը արդեն պլամեր էր, հոն եկավ սորվի, իսկ մեկ ուրիշը ինքը կռվին մասնակցած երիտասարդ է եւ շատ հաճելի է, որ երկուսն էլ միասին կաշխատեին, ինչպես այդ վիդեոյի մեկի մեջ շատ հետաքրքիր էր, ես շատ բավարարություն ստացա, որ այդ թիմ գործ կնեին, շատ լավ էր դա։ Այո, շին հրապարակները այդ զանազան տեղեր ունեն, զանազան տարբեր պրոյեկտներ է եւ իրանք վարպետը նաեւ արդեն թույլ է տալի հսկողությամբ էլեկտրիկի օրինակ գործ անել միջ այդ արդեն ինքը հասկանա օրինակ three-way ֆազը ինչպես պետք է անել մենք ունենք դպրոցում այսպես ներկայացրած գծագրներ որտեղ իրանք գծագիրները կսորվեն կարդալ թե ինչպես է գալիս լույսը ոնց է վառվում ինչպես է ինչ նաև security շատ կարևոր է էլեկտրականության մեջ կասեմ որ մեր վարպետները բոլորը բարձրագույն ավարտած են բոլորը electrician ֆիզիկոս է եւ ժամանակին գնաց այս ոճով շատ հաջող է այնքան գործ ունի որ առավոտին 10-ին մինչև 12 Ուրեմն քո աշակերտները վերջը հավանաբար փորձարարական շրջանեն հետո մադրաստի կորձակա իրենց որ կորձ ստանան եւ յանքերնին բարելավեն այո դա է նպատակը 5 ամսվանեն հետո պարտադիր պետք է անցնեն practice stage Ուրեմն նորից կրկնեմ մի փոքր ասեմ, որ այս մոդելը ես վերցրել եմ բավականին երկար ուսումնասիրելով մեր կանադական մոդելը, որը կա մոտավորապես տարուկես սովորում են, նայած ինչ մասնագիտություն սովորում են 14 տարեկանեն, կարծեմ 15 տարեկանեն սկսում են, ընդունվում են եւ սովորում են։ Այդ ընթացքում իրանք ստանում են diplôme éduc professionnel, n'est-ce pas? Éducation professionnelle բայց նաև դրան են պարտադիր իրանք գնում են apprentissage որևէ licensed professional-ի կողքը էլեկտրիշինը անցնում է 8000 ժամ պատկերացնում եք ամբողջ կրթությունը plumbing-ը ավելի քիչ է այդ 8 մենք էլ այդպես մոդելի պես արեցինք ուսումը գնում է 5 ամիս մեր ուսումը ինչու է 5 ամիս ոչ թե տարօրինակ մենք սովորացնում ենք միայն plumbing Մենք չենք սովորացնում, հոն ուրիշ բաներ էլ են սովորացնում, մենք չենք սովորացնում, միայն պլանինգ, օրեկան 4 ժամ, 5 ամսվանից մինիմում, եթե ուզում են, մնում են երիտասարդները, խնդրեմ, նայեք, այդ 5 ամսվանին հետո պետք է պարտադիր ստաժ անցվեն վճարովի, այսինքն բաշ խմբում, որը ասոցիացիա է մեր դպրոցի հետ, վճարովին ենք իրանց աշխատավարձ ենք տալիս, հսկողությամբ վարպետի տակ արդեն գործ են անում, վարպետը գալիս է, ինչպես է, գնում են պրոյեկտ են տենում, estimation են անում, Ուրեմն ժամ գավակեն, ձևով ժամ գավակեն։ Ժամ եւ դրամ կավարտեն 1 տարի, այդ մեր ապրատիսաժը 1 տարի։ Ավելի ուրեմն մանրամասնության մեջ շատ չի մտնենք շողիկ, մեզի մա մեր հետևողներուն բացատրի թե ինչպես կգտնես արշագերտ, որովհետև նոր ինստիտուտ մնես, ձանոտ չես կրնալալ, ինչպես մարքեթինգ կնես եւ ինչ վճարում կնենադոն աշակերտները անշուշտ ես համամիտ եմ, որ սիրողական սկսած այս ծրագիրը, որուն արյուծի բաժինը տրամներուն սկզբնական տուն տրածես, սիրով դրամատրածես, կուգին ներդրումը դադիգա, բայց գարելի չէ, որ ծրի ուսումը լա արժեքը գործընծնե, այս հարցերը գրնաս ավելի մանրամասնել,
թե ինչպես աշակերտները ու կան ինչպես կգտնես, ինչպես կվճարեն, թե հետո քուգին դպրոցի ծախսերը որքան տուն պիտի կրնաս թիմանալ, որ մինագդ ծախսերուն հոգաս։ Այո, սա Բիզնես մոդելը ասենք, բիզնես մոդելը։ Business plan, business model, այո։ Ուրեմն որպես ասած սա մասնավոր դպրոց է։ Այսինքն մենք Հայաստանի Հանրապետության կողմից ոչ մի օգնություն չենք ստանում, սա մասնավոր է, LLC, դպրոցը ինչպես մենք կգտնենք աշակերտներ, մենք բավականին կապի մեջ եմ Repat Armenia-ի հետ, որը ինձի advertising կնե իրանց սայթի մեջ, մեզանից շատ ինտերվյու արեցին, եկան խոսեցին եւ Repat Armenia նաեւ ունի B2B Facebook page, հոն դրացենք, կխոսեն մեր մասին, ֆլայերներ ենք պատրաստած, բավականին դժվարություն կա երիտասարդներին հետաքրքրացնել մեր ոլորտում։ Շինարարությունը նույն խնդրեմը կա նաև Post Canada, պատկերացնում եք, եւ Եվրոպայել տեսա։ Բայց պահանջը այնքան շատ է, Երևանի մեջ դժվարություն են գտնում երիտասարդներին ասել, որտեղ իրանք կարծում են, թե շինարարությունը դա ինչ որ ծանր ֆիզիկապես գործ է եւ չեն ուզեն անել, ցավոք սրտի, չեն ուզում անեն։ Դա այո ֆիզիկապես գործ է, դա պահանջում է առողջ երիտասարդ, պահանջում է ուշադրություն, պահանջում է բավականին գիտելիքներ չենք պահանջում սկզբնական, ոչ ինչ որ մաթեմատիկա, ֆիզիկա չենք պահանջում, այդ կրթությունը նաև տալիս ենք։ Երկրաչափություն ես դասեր եմ տալիս, քանի որ ունեմ այդ բազան։ Երբ որ վերադառնամ Երևան, պետք է գնանք դպրոցները, քանի որ երիտասարդները ավարտում են շուտով դպրոցները, պետք է ներկայացնենք մեր ծրագիրը, որ այս սովորում եք, նաև սովորելուց հետո աշխատանքը եւ դառնում եք վարպետ։ Այո, դժվարություն կա երիտասարդ գտնելը։ Շատ մեծ հնարավորություն կա մարզերից երիտասարդներին բերել։ Մարզերի հետ կապված ենք, բայց մեր խնդրեմ ունենք, մենք չգիտենք որտեղ այդ երիտասարդներին ապրելու հնարավորություն չկա։ Կուզենայինք մեկ հատ շինարարություն շենք մվերցնենք, կեսաքանդված, մեր ուժերով սարքենք այդ շենքը, այսինքն ոչ պետությունից երիտասարդներին բերենք, հոն ապրեն, հոնել սորվեն, դպրոցներ տանեինք, հոն լիներ, սա մի հատ ուրիշ պրոյեկտ է, դրա համար մեզի պետք է հովանավորներ, ճիշտն ասած, դա մեծ շատ լավ պրոյեկտ է։ Այսինքն անխնամ ցկված գարույց մարնել, թե իրենց դասերոնը լա, բնակարանն ալ հոնը լա եւ վերանորոգվի այդ գարույցը։ Հենց իրանց ուժերով էլ վերանորոգվի այդ կառույցը։ Թվում է, որ շատ հնարավոր է դա անել, ինչու ոչ։ Քաղաքեն մի քիչ հեռու Երևանեն, շրջանից, որտեղ շրջանից երիտասարդներ ունենք, որ գալիս են Աշտարակից, Արարատից էին գալիս, որ կնան հոն մնալ, այդքան ժամ չծախսեն գնալ գալուն, հոն մնան, հոնել դպրոցի մեջ, երեկոյեն էլ ամել աշխատել։ Ուրեմն այո, ոնց որ ասեցի, այո, մեծամասնությունը դրամը իմ անձնական հավաքած դրամներն էր, ինչպես մեր վարպետները աշխատավարձ են ստանում, 4 հատ աշխատող ունենք, որից մեկը ես եմ, բոլորը աշխատավարձ են ստանում, բոլորին հարկեր ենք վճարում, Հայաստանի հարկերն ենք վճարում, ամեն ինչը այդպես է։ Վարձն ենք տալիս, կոմունալ ծառայություններն ենք վճարում, ինչպես է մեր բիզնեսը աշխատելու։ Ունենք զանազան պրոյեկտներ, առաջինից մեկը, այդ ընթացքում, երբ որ ոնց որ Post Canada, երբ որ ապրենտիսաժ է անում երիտասարդը, այդ պրոյեկտի որոշ գումարը գնալու է դեպի դպրոց, այսինքն այդ ընթացքում, եթե ընդհանենք պրոյեկտը արժե գցենք 500,000 դրամ, չէ, որոշ տոկոսը այդ պրոյեկտից, որտեղ պրոյեկտը
ստորագրվում է որպես մեր ասոցիացիաց կոմպանիայի հետ, կոմպանին հերադարձնում դպրոցի։ Նաև կողքները այնտեղ որ դպրոցը կա, արդեն տարածում ենք որպես մեր երիտասարդների վարպետների հետ տալիս ենք այսպես ծառայություն, գիտեք, մեկը հնարավորություն չունի, տարիքով են, ջուրակաթում, էլեկտրականության պրոբլեմ ունի, մենք մեր վարպետը երիտասարդի հետ գնում է եւ այդ աշխատանքը անում է։ Այդ մասի գումարը նորից գնում է մեր դպրոցին։ Ինքը զնենց ենք անում, որ մենք մեր դպրոցը ինքը իրան կարողանա։ Իսկ աշակերտը կվճարե փամը։ Աշակերտը այսօր մենք սկզբից անգամ մենք էինք վճարում կրթաթոշակ, պարզվեց, որ այդքան էլ ճիշտ մոդել չի, պարզվեց, որ մենք ամենը նոր է մեզ համար, այսպես Ծերի ուսումը չեմ կարծեր արժեք ունենա։ Այո, մենք մտածեցինք, Իսկ եթե չնչին գումարը վճարե անձը ավելի լուրջ կմոտենա դասընթացներուն։ Այո, եւ գիտեք, սա ամենտեղ ասեցին ձրի, ինչու ձրի։ Դե ասեցինք, որտեվ մենք ուզում ենք այդ երիտասարդից վերցնենք, չէ՞ որ ոչ ունևոր ընտանիքներից են այդ երիտասարդները։ Ունևոր ընտանիքներից երեխաները չեն գալիս շինարարություն սովորելու, ցավոք սրտի։ Ասեցինք օգնենք, ուսումը անվճար լինի, ինչ որ ձգի, բայց պարզվեց, որ դա իրոք ճիշտ մոդել չի։ Հիմա ասում ենք 16-ից 21 տարեկան թույլ լինի անվճար, ասեմ, որ սահմանափակություն չկա տարիքի, որ տարիքն է, բայց 21-ից հետո պետք է լինի փոքր, բայց վճարողը։ Ուրեմն վճարումը կլինի ամեն ամիս 5 ամսվա ընթացքի մեջ, փոքր, մոտավորապես 15,000 դրամ ենք մտածում անել այդ $30։ Այո, քիչիկ մեծ ավելի $30։ Ուրեմն ամեն ամիս ամսակեն 5 ամսով, որ մեկ անգամ դրամը չվերցնենք, լավագույն ուսանողներին անգամ դասընթացքի վերջում մենք կարող ենք որոշ դրամը հետ վերադարձնել։ Այդ ձևով stimulation կա, որ լավ սովորեմ, շատ գամ, երկար մնամ, գիտեք, այդ էլ հնարավորությունը կա, բայց ճիշտ է, դրամը պետք է վերցնել, սա մեկ բիզնես մոդելն է, թե ոնց է մեր դպրոցը ոնց ենք մենք մեզի պահելու։ Երրորդը կապ եմ ունեցել արդեն այդ շինարարության հետ, որ դու նշեցիր Արտո Հայաստանի մեջ, մանավանդ Երևանի, Դավիթ Հաշեն, Աչափնյակի հենց որոշ կոմպանիների հետ, որ այսպես դպրոց կա, գիտեմ, որ պահանջ կա, հնարավոր է, որ այդ պրոյեկտների մասը մեզ հետ, մեզ տակ, մենք ձեզ հետ կոնտրակտ ունենք, վարպետներ ուղարկենք, վարպետի իր ապրանտիսաժի հետ այդ գործը անենք։ Պատկերացնում եք, որ պետք է հանդիպեն վերադառնալուց հետո իրանց հետ։ Նաև հանդիպեցի որոշ բիզնեսմենների հետ, որը ասեց ես կարիք ունեմ էլեկտրիշնի, չեմ կարող գտնել, մեծ կոմպանիա իրանք անեն հիվանդանոցի անկողիններ կանի, էլեկտրիշնա պետք, մեկ ունի, երկրորդը չունի։ Շատ հնարավոր է ինքը կուղարկի իրանով ընտրված մեկ երիտասարդին, դրամով մենք սովորացնենք, ապրանտիսաժ կանենք, հետ կուղարկենք այդ հիմնարկը, այսինքն պատրաստ մասնա։ Ուրեմն ապրուստ պիտի շային եւ ասենք այդ գգարձեմ այդ աշակերտները ավելի լավ պիտի լան, քան թե ուրիշ ոլորտի մեջ աշխատող անհատներ, ինչպես որ Կանադայի մեջ է։ Պիտի ուզեի եզրակացնես կարծիքով, թե վերջո ինչ պետք է ընենք, գրնանք ընել, կամ ինչի գմիդիս եւ ավարտենք։
Լավ։ Ուրեմն դիմեք ինձի իմ մեր Facebook-ան էջը, մեր YouTube channel-ով, դիմեք ինձի շատ շնորհակալ կլինենք ձեր օգնությանը, լինի դա խորհուրդ, լինի դա օգնության օրինակ կարիք ունենք մեր website-ի ով կնա մեզի օգնել, գրել, որտեղ ես այդ ժամանակը ցավոք չունեմ, այդ հնարավորությունը չունենք մասնագետ վարձելու ամեն ինչը, եթե մեկը կարա դա անի, դրամով անշուշտ, աշխատում ենք դրա վրա, որ NGO բացենք հոս, որ այդ donation receipt տանք, դա մեզի օգնում է, այդ էլ տեսնում եք օգնություն են անում, ես չեմ զբաղվում դրանով, ես ոն եմ, Հայաստան եմ, բայց մեզի կօգնեն դա որ անենք, donation կտանք, ամեն թափացիկ լինի, ամեն ինչը մեր ծախսերը, որտեվ դա գնում է որպես մասնավոր հաշվապահ ունենք, որ ամեն ինչը կարող է ձեզ ցույց տալ ծախսերը, դրամ աշխատածը եւ այլը։ Ամեն բան, ինչ որ օգնություն լինի, խնդրում եմ կապնվեք իմ հեռախոսային ունեմ ես կանադական, WhatsApp ունեմ, դբրոցի իր հեռախոս ունի։ Ուրեմն Շողիկ, շնորհակալ ենք Թեքիամշակութային միջանկո անունով, ուզեմ մեր երախտագիտությունը հայտնել այս կատարած գործիդ, Շողիկը մարմինով փոքր դիգիմ մնե, բայց գտեսնեմ հսկայական գործ կնես եւ այնպիսի ջուրի մեջ, որ իսկապես շինարարության մեջ դպրոց ղեկավարելու այդ ծրագիրը։ Այս ծրագիրը թեև փոքր է, սահմանային վիճակի մեջ է դակավին, բայց ես Շողիկ գուսամ, որ քու այդ հարադեպ աշխատանքով այդ իսկապես հայրենաշինություն, տուն շինություն գսկսի սնել հայրենիքի մեջ եւ կարևոր բանջք գլեցնես։ Մենք երախտաբար դենք քեզի մեզ հայրենադարձներուն, որ ամեն ինչ կցկեն, այստեղի հանկիստ կյանքը կցկես եւ իքացած ես հայրենիք դեղավորվիլ եւ հայրենիք գերդել։ Կքննադենք աշխատանքը եւ քեզի հաջողություն կմաղթենք։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Միամուր ուժերով։